Ողջույն։ Երբ իշամեղուն մոտենում է ծաղիկներով լի մարգագետնին, նա պետք է շատ արագ որոշում կայացնի, ուր թռչել նեկտար հավաքելու համար։ Ծաղիկները նման են միմյանց, ժամանակը սահմանափակ է, իսկ սխալվելու համար էներգիա գրեթե չկա։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ իշամեղուներն այս խնդիրը շատ ավելի խելացի են լուծում, քան թվում է։ Վարցբուրգի եւ Կոնստանցի համալսարանների գիտնականները պարզել են, թե ինչ ազդանշաններ են օգտագործում իշամեղուները ծաղիկ ընտրելիս։ Աշխատությունը հրապարակվել է Science Advances ամսագրում ու ցույց է տալիս, որ իրավիճակից կախված այս միջատները կարողանում են ճկուն կերպով փոխել սննդի որոնման ռազմավարությունը։ Բնության մեջ կենդանիները հաճախ ստիպված են լինում որոշումներ կայացնել, հաշվի առնելով միանգամից մի քանի հատկանիշ, բայց դա պահանջում է ժամանակ ու կոգնիտիվ ռեսուրսներ։ Ուստի շատ տեսակներ օգտագործում են ավելի պարզ կանոն, եթե մի ազդանշանը բավականաչափ հուսալի է, մնացածը կարելի է անտեսել։ Օրինակ, հասած պտուղը սովորաբար հեշտ է տարբերել իր գույնով, հետևաբար լրացուցիչ ստուգումների վրա ժամանակ ծախսելու կարիք չկա։ Հետազոտողները որոշել են ստուգել արդյոք նմանատիպ սկզբում գործում է նաև իշամեղուների մոտ։ Գիտափորձին մասնակցել է հողային իշամեղուների 4 լաբորատոր գաղութ։ Միջատներին սովորեցրել են տարբերել ստվարաթղթից պատրաստված արհեստական ծաղիկները։ Այդ ծաղիկները տարբերվել են 3 հատկանիշներով՝ գույնով, ձևով ու նախշով։ Օրինակ, մի ծաղիկը կարող էր լինել դեղին ու կլոր, իսկ մյուսը կապույտ ու աստղաձև։ Մեկի ներսում քաղցր շաքարային լուծույթ էր, իսկ մյուսում սովորական ջուր։ Իշամեղուները արագ սովորել են գտնել ճիշտ ծաղիկը, սակայն գիտնականները բարդացրել են խնդիրը։ Երբեմն գույները խիստ տարբերվել են, օրինակ դեղին եւ կապույտ, իսկ երբեմն գրեթե նույնն են եղել դեղին ու նարնջագույն կամ կապույտ ու փիրուզագույն։ Այն բանից հետո, երբ իշամեղուները մտապահել են, թե որտեղ է գտնվում քաղցր պարգևը, հետազոտողները փոխել են հատկանիշների համակցությունը։ Օրինակ, դեղին է դարձել արդեն ոչ թե կլոր, այլ աստղաձև ծաղիկը։ Արդյունքները շատ խոսուն են։ Երբ գույները կտրուկ տարբերվել են, իշամեղուները գրեթե միշտ կողմնորոշվել են հենց գույնով։ Թեստերում նրանք ընտրել են ճիշտ ծաղիկը դեպքերի գրեթե 100%-ում լիովին անտեսելով ձևն ու նախշը։ Սակայն իրավիճակը փոխվել է, եթե գույները նմանվել են։ Այդ ժամանակ իշամեղուները սկսել են ուշադրություն դարձնել նաև այլ հատկանիշներին։ Այս պայմաններում նրանք դեռ ավելի հաճախ ընտրել են գույնը, դեպքերի մոտ 60-ից 80%-ում, սակայն միաժամանակ մտապահել են ծաղկի ձևը կամ նախշը։ Սա ստուգելու համար հետազոտողները միջատներին առաջարկել են միևնույն մոխրագույն երանգի ծաղիկներ։ Եթե նախկինում ծաղիկները խիստ տարբերվել են գույնով, իշամեղուները ձևը կամ նախշը ընտրել են պատահականորեն, սակայն եթե ուսուցման ընթացքում գույները նման են եղել, միջատներն ավելի հաճախ դեպքերի մոտ 60-ից 70%-ում ընտրել են ճիշտ ծաղկի ձևը կամ նախշը։ Ըստ աշխատության հեղինակների, ամեն ինչ բացատրվում է ընկալման առանձնահատկություններով։ Գույնը շատ հարմար ազդանշան է, այն հեշտ է նկատել հեռվից, անմիջապես թռիչքի ժամանակ։ Ուստի եթե տարբերությունն ակնհայտ է, իշամեղուներն օգտագործում են ընտրության ամենապարզ եւ արագ եղանակը, բայց եթե գույները գրեթե նույնն են, միջատները ստիպված են լինում ավելի մոտ թռչել եւ ավելի շատ ժամանակ ծախսել համեմատության վրա։ Այդ ընթացքում նրանք հասցնում են նկատել նաեւ այլ մանրամասներ, թերթիկների ձևը կամ ծաղկի վրայի նախշը։ Ստացվում է ջանքերի խնայողության յուրահատուկ ռազմավարություն։ Իշամեղուներն օգտագործում են նվազագույն քանակությամբ ինֆորմացիա, երբ դա հնարավոր է, եւ միացնում են լրացուցիչ հատկանիշներ միայն այն ժամանակ, երբ առաջադրանքը բարդանում է։ Նման փոքր արարածների համար սա որոշումներ կայացնելու խիստ արդյունավետ միջոց է, արագ, խնայողաբար եւ միևնույն ժամանակ բավականաչափ ճշգրիտ։ Պատկերացրեք, մտնում եք Պոմպեյում գտնվող հին հռոմեական տան մի սենյակ։ Պատերը փայլատակում են խորը կապույտ գույնով։ Այսօր մենք արդեն գիտենք, մեր առջև պարզապես դեկորացիա չէ, սրանք բառացի մի ամբողջ կարողության պատված պատեր են։ Ամերիկացի եւ իտալացի հետազոտողներն ուսումնասիրել են հին Պոմպեյ քաղաքում գտնվող այսպես կոչված կապույտ սենյակի ներկը։ Վերլուծությունը ցույց է տվել, պատերը պատված են եղել հռչակավոր եգիպտական կապույտ անունը կրող ներկով, որը մարդկության պատմության ամենահին արհեստական ներկանյութն է։ Այս գունանյութը սկսել են արտադրել դեռ հին Եգիպտոսում, մեր թվարկությունից առաջ մոտավորապես 3-րդ հազարամյակում։ Այն ստեղծվում էր հանքանյութերի բարդ խառնուրդից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Տեխնոլոգիան աշխատարար էր եւ թանկարժեք։ Այդ իսկ պատճառով եգիպտական կապույտը հիմնականում օգտագործվում էր արվեստի շքեղ առարկաների համար։ Այն հայտնաբերել են Ֆայումյան դիմանկարներում, Պարթենոնի քանդակների վրա եւ հռոմեական որմնանկարներում։ Պոմպեյը, որը ոչնչացվել է մեր թվարկության 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումից, պահպանել է բազմաթիվ նմանատիպ որմնանկարներ, սակայն կապույտ սենյակը հատկապես հետաքրքիր է։ Հնագետները կարծում են, որ դա իրենից ներկայացրել է փոքրիկ ծիսական տարածք անձանների համար նախատեսված որմնախորշերով։ Ներսում գտել են ամֆորաներ, կաքխամորթների մնացորդներ եւ այլ առարկաներ, որոնք հավանաբար կապված են եղել
տնային պաշտամունքների հետ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների թիմը որոշել է պարզել, թե հատկապես ինչ գունանյութեր են օգտագործել վարպետները։ Վերլուծության համար կիրառվել է մի քանի մեթոդ սկանավորող էլեկտրոնային մանրադիտակից մինչև ռամանյան սպեկտրոսկոպիա։ Սակայն գործիքներից մեկն անսպասելիորեն պարզ է եղել՝ մոտ $100 արժողությամբ վիրտուալ իրականության ակնոց, որն օգնել է հետազոտողներին վիզուալիզացնել գունանյութի բաշխվածությունը պատերի վրա։ Չափելով ներկի շերտերի հաստությունը ու ներկված մակերեսը, գիտնականները կարողացել են գնահատել դրա ընդհանուր ծավալը։ Պարզվել է, որ սենյակի որմնանկարչության համար ծախսվել է մոտավորապես 2,7-ից մինչև 4,9 կիլոգրամ եգիպտական կապույտ։ Հին աշխարհի համար դա հսկայական շքեղություն էր։ Ըստ հետազոտողների հաշվարկների, գունանյութի այդպիսի քանակությունն արժեր մոտավորապես 93-ից մինչև 168 դենար։ Համեմատության համար հացի 1 բոքոդն այդ ժամանակներում արժեր մոտ 1/16-ից մինչև 1/8 դենար, այսինքն ներկի գինը համարժեք է մոտավորապես 744-ից 1344 հացի բոքոնի։ Ավելի ակնառու է մեկ այլ համեմատություն։ Մեր թվարկության առաջին դարում շարքային հռոմեացի լեգիոններն իր ծառայության 1 տարվա դիմաց ստանում էր մոտ 187 դենար։ Դա նշանակում է, որ միայն կապույտ ներկի վրա առանց նկարիչների աշխատանքը հաշվի առնելու կծախսվեր նրա տարեկան աշխատավարձի կեսից մինչև գրեթե ամբողջը։ Այլ կերպ ասած, այս սենյակի պատերը բառացի պատված են ներկու, որն արժեր այնքան, որքան զինվորի 1 տարվա ծառայությունը։ Այսօր նման մանրամասներն օգնում են հնագետներին ավելի լավ հասկանալ Պոմպեի տների սեփականատերերի սոցիալական կարգավիճակը եւ այն, թե որքանով էր հռոմեական մշակույթի կարևոր մաս հարստությունն ի ցույց դնելը։ Երբեմն հին աշխարհի շքեղությունը դրսևորվում է ոչ թե ոսկու կամ գոհարների, այլ պարզապես պատերի գույնի մեջ։ Մալիգնիզացիան կամ չարորակացումն այն պահն է, երբ սովորական բջիջը սկսում է խաղալ լրիվ այլ կանոններով։ Բնականon վիճակում բջիջներն ապրում են խիստ ժամանակացույցով, բաժանվում են, կատարում իրենց գործառույթն ու ժամանակին ոչնչանում, բայց երբեմն դրանց դնթոյում սխալներ են կուտակվում։ Եթե նման փոփոխությունները բավականաչափ շատ են դառնում, բջիջը կորցնում է աճի նկատմամբ վերահսկողությունը։ Այն սկսում է անվերջ բաժանվել, անտեսվել օրգանիզմի ազդանշաններն ու աստիճանաբար վերածվում է քաղցկեղայինի։ Այս process-ն էլ հենց կոչվում է մալիգնիզացիա, նորմալ կամ բարորակ հյուսվածքի վերածումը չարորակի։ Հաճախ ամեն ինչ սկսվում է փոփոխված բջիջների փոքր հատվածից։ Սկզբում դա կարող է լինել անվնաս բարորակ ուռուցք կամ պարզապես ատիպիկ հյուսվածք, բայց եթե մուտացիաները շարունակվում են կուտակվել, բջիջները գնալով ձեռք են բերում նոր ունակություններ, արագաճել, խուսափել իմունային համակարգից, ներաճել հարևան հյուսվածքների մեջ եւ անգամ տարածվել օրգանիզմով մեկ։ Հենց այդ պատճառով են բջիջներն այդքան ուշադիր հետևում որոշ գոյացություններին, խալերին, պոլիպներին, հանգույցներին։ Դեպքերի մեծամասնությունում դրանք մնում են անվնաս, բայց երբեմն դրանցում կարող է սկսվել հենց այդ process-ը, մալիգնիզացիան, որը քաղցկեղի զարգացման ճանապարհի առաջին քայլն է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։